Մայիսի 5-ին մեկնարկող ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում ի թիվս այլ հարցերի Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունն է։ Թեկնածուն Մարտին Գալստյանն է, որը գլխավոր դրամատունը ղեկավարում է 2020-ի հունիսի 13-ից։ Թեկնածությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցության առաջարկով առաջադրեց ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։ Գալստյանը հանձնաժողովի նիստում շեշտեց, որ դժվար տնտեսական ու քաղաքական ժամանակահատվածում կառույցի մշակած նոր քաղաքականությունը դրական արդյունք է ունեցել։ Նա նշեց, թե մակրոտնտեսական կայունության ուղղված ինչ գործողություններ են կատարել Քովիդի, պատերազմի եւ այլ մարտահրավերների պայմաններում։ Մենք ի տարբերություն շատ կենտրոնական բանկերի մտածում էինք, որ օժանդակության ծրագրերը եւ ստեղծված իրավիճակը աներկբա բերելու են գնաճի։ Ու մենք 2020 թվականի դեկտեմբեր ամսին պրևենտիվ, այսինքն նախորոք տոկոսադրույքը բարձրացրեցինք ի տարբերություն շատ կենտրոնական բանկերի, ովքեր որ մտածում էին, որ գնաճը դա առաջարկի կողմից եկող ֆենոմեն է ու մի տարի հետո դա չի լինելու։ Այս եւ այլ ուղղություններով քայլերը ցույց են տվել, որ քաղաքականությունը ճիշտ էր, թեև քննադատություններ են եղել։ Բայց այս անորոշությունները մեզ մի բան սովորեցրեց, որ այն ֆրեյմվորքը, այն կառուցակարգը, որը մենք ունենք դրամարկային քաղաքականություն իրականացնելու համար, ինքը adekvat չէր ստեղծված մարտահրավերներին, ու մենք 21 թվականից սկսեցինք ռիսկերի վրա հիմնված խելամիտ դրամարկային քաղաքականության կառուցակարգի ներդրումը։ Այսօր այդ կառուցակարգը ամբողջությամբ ներդրված է։ Մոտ 7% տնտեսական անկման պայմաններում եւս հաջողվեց ֆինանսական կայունությունը վերականգնել ու շարունակել, նկարագրեց թեկնածուն։ Այս պայծրությամբ, եթե թվերով ասեմ, մենք մոտարապես ակտիվները բանկային համակարգի հնայի 110%-ն է, վարկային պորտֆելը մոտարապես 64%-ն է։ Մենք ստեղծել ենք բավարար թե գիտական, թե մոտեցումների, թե քաղաքականության հենք, որը մեզ թույլ կտա ապագայում եւս այն մեծ շոկերը, որը որ մենք ակնկալում ենք, որ ունենալու ենք, որոշակիորեն դրանց խելամտորեն արձագանքել։ Այո, մենք ինֆլյացիոն մեծ հարված չունեցանք, բայց փոխարենը Հայաստանի տնտեսական անկումը համեմատած շատ այլ երկրների հետ վստահ եմ, որ դուք դա արել եք շատ ավելի մեծ է եղել, քան թե գլոբալ միջինը։ Արդյոք դուք գնահատել եք տոկոսների բարձրացումը, տնտեսության սառեցումը, ինչքանով է նպաստել այդ նվազման։ Գնաճի հետ կապված բան Խաչատրյան, անկումը Հայաստանում եղել է 20 թվին։ Մենք տոկոսադրույքը սկսել ենք բարձրացնել 20 թվի դեկտեմբերին, այսինքն մեր տոկոսադրույքի բարձրացումը անկման վրա որևէ ազդեցություն չէր կարող ունենալ։ Ավանդների երաշխավորումը, նորարարական ինստիտուտների ներդրմամբ մրցակցության բարձրացումը ապագա քաղաքականության կարևոր տարրերից են, եւս մեկ ուղղություն է բաց բանկային համակարգի ներդրումը։ Open banking-ի հիմնական առանցքային միտքը այն է, որ տվյալների սեփականատերը մարդն է, ոչ թե բանկը կամ ֆինանսական կազմակերպությունը։ Ուստի մարդը կարող է շատ ազատ այս open banking համակարգի բաց API-ների շղթայի միջոցով իր տվյալները մեկից տեղափոխի մյուսին անխոչնդոտ։ Վարկային միջոցները կարող է տեղափոխել նույնիսկ այն պարագայում, եթե գրավ կա տակը։ Ոչ թե դուք գնալու եք Արջին բանկից կամ չգիտեմ Ալբա բանկից վերցնեք այդ ինֆորմացիան մտածեք ում տակ, որ դուք տեսնելու եք բոլորի հնարավորությունները, դուք ասելու եք API-ով Ալբա բանկին հնարավորություն եք տալու կպնի Արջին բանկից այդ միջոցները տեղափոխեք։ Հաջորդ քայլը կլինի էլեկտրոնային մասնավոր փողի կամ կրիպտոդրամի ներդրումը։ Հանձնաժողովում քննարկվեց նաև բանկային ծառայությունների գնաճի հարցը։ Մրցակցության խթանումը ըստ թեկնածուի կարող է լուծել նաև այս խնդիրը։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։